Արդեն 2 ամիս է, ինչ Վրաստանը փակ է պահում Լարսի ճանապարհը բեռնափոխադրում իրականացնող հայկական մեքենաների համար։ Խնդիրը բարձրաձայնելու համար մի քանի տասնյակ կոնյակագործներ բողոքի ակցիաներ իրականացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Կոնյակագործները դիմեցին ինչպես դեսպանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Արմլուրի հետ զրույցի ժամանակ կոնյակագործները նշել են, որ Ռուսաստան արտահանող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում կոնյակը, տարանցիկ երկրում Վրաստանում ստուգումների է ենթարկվում, ինչը մինչ այդ չի եղել։ Դեռ պարզ չէ ինչ է լինելու հետո, բայց դեսպանատան աշխատակիցները խոստացել են լուծում տալ հարցին։ Սակայն առ այսօր հարցին լուծում չի տրվել ոչ Վրաստանի դեսպանատան, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ավելին, այս խնդրով պայմանավորված կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտեցին այլ տնտեսվարողներ և բեռնափոխադրում իրականացնող մեքենաների վարորդները, որոնց միակ զբաղվածությունն ու ապրուստի միջոցն է այն հանդիսանում։ Արուս Գրուպ փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արուսյա Գրիգորյանը պարզաբանում է խնդիրը և պահանջով դիմում Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Կառավարական աջակցությունը կլինի այն դեպքում, որ ոչ մի այլ ազգի համարներով բեռնատարներ չմտնեն Հայաստան։ Այսինքն նրանք դատարկ մտնում են, գալիս են մեր բեռը տանելու, այն բեռը, որը կարող է տանել հայ վարորդը հայկական համարներով մեքենաներով։ Հիմա դա ավելի կարևոր է, ուզում ենք դա աջակցեն եւ վերահսկեն այդ պահը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահեցրել է, որ այս խնդրով պայմանավորված աշխատանքներ տարվում են եւ որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է, սակայն ինչպես տեսնում ենք, դեռ դրական տեղաշարժեր չկան։